չի պահել, մինչև գարուն չի ապրեցրել։ Լսենք։ Ես զնգ դողալով, ծանր դողալով գնացի մրջունի տուն, մրջունը չընդունեց։ Լսենք մրջունի։ Ես ինչի պետք է ջբուրին թողնեմ, որ գամ մեր տուն։ Ամբողջ համարը ես աշխատել եմ, իմ տունն եմ սարքել, թեյ եմ կրել, բերել, տարել, տաքացրել տունս, հաց սարքել։ Ինչու պետք է, ինքը գալիս է խղճանում ասում է, կարամ ես քո տանում քիչ մնամ։ Թույքը իր գործով ապրել, թույքը գնացել ողջ համարը, սա քեֆ էր խմելը, թույ իր համար տունը սարքել, տունը տաքացնել, հացն էր ուտել, ու տունն էր տաքացել։ Հարգելի փաստաբաններ, դուք ինչ կասեք։ Այս երկրում աշխատանք կա, որ ես պետք չի աշխատի։ Ես ձև եմ, իմ պաշտպանյալը ամբողջ ամառ աշխատել է քրտնաջամ, ընդհանրապես ժամանակ չի կորցրել։ Ամբողջ ամառ աշխատել է, տունը սարքել, տունը տաքացրել է։ Ինչ ասես արել է, որ վերջում ճպուրը ամբողջ ամառ ուտի խմի, զմեր գա իմ պաշտպանյալին, ասի ես ուզում եմ քո տանը մնամ, մի հատ էլ գա դատարան բողոքի, որ ինքը չի թողել գա իր տանը մնա, անարդար է։ Նեհարյանի վերջի խոսքը։ Ես նրա փոխարեն կխոսեմ։ Ինչ է լինի, մենք թույլ չենք տա, որ ճպուրը գա իմ պաշտպանյալի տունը մնա։ Սա թող նրան դասնի, որ մյուս ամառ ինքը իր տունը սարքի։ Եվ հուսով ենք, որ ջունտումից ավելի լավ կսարքի։ Թատարանը որոշեց արդարացնել մրջունին, անվավեր համարելով ճպուրի հայտնի։